Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, այսօր պատրաստում եմ շատ համեղ տորտ, մարիական, շատերը անվանում են տորտ սնիկերս, թող լինի տորտ սնիկերս։ Եվ սկզբից պատրաստում եմ շերտերը, նախապատրաստել եմ կարագը հալած, 4 ձուն, առանձնացնում եմ սպիտակուցը դեղնոցից։ Սպիտակուցը ուղարկում եմ սառնարան եւ կսկսեմ պատրաստել դեղնուցով շերտը։ Ավելացնում եմ 200 գրամ հալած կարագ, ալուրին, այստեղ 300 գրամ ալուր է, ավելացնում եմ 1 թեյի գթալ փխրեցուցիչ, խառնում եմ եւ արդեն աստիճանաբար ավելացնում եմ զանգվածին։ Հունցում եմ խմորը եւ այս խմորի գունդը ուղարկում եմ սառնարան 20-25 րոպեով։ Սպիտակուցին ավելացնում եմ մի պտղուն ծաղ եւ հարում եմ, լավ հարում եմ եւ աստիճանաբար ավելացնում եմ 200 գրամ շաքարավազ։ Հարում եմ շաքարավազի հետ միասին, ավելացնում եմ վանիլին եւ այս հարած սպիտակուցը եւս կիսում ենք 3 հավասար մասի։ Սառնարանից հանում եմ խմորային գունդը, կիսում եմ հավասար 3 մասի, երկուսը դեռ թողնում եմ եւ մի գունդը բացում եմ արդեն ձևամանի վրա։ Ձևամանի չափը 26 սանտիմետր է։ Վրայից տեղադրում եմ ընկույզ, ընդհանուր 3 շերտի համար հարկավոր կլինի 80 գրամ ընկույզ։ Ես մի քիչ խոշոր եմ թողել ընկույզները, դուք կարող եք ավելի մանրացնել։ Եվ վրայից սկսում եմ հավասարաչափ տարածում եմ հարած սպիտակուցները։ Նախապատրաստած տորթի շերտը ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 200 աստիճան ջեռոցը 15 րոպեով։ Եվ նույն եղանակով պատրաստում եմ մնացած 2 շերտը։ Պատրաստում եմ կրեմը, ամենահեշտ պատրաստվող կրեմերից է, հարում եմ 200 գրամ կարագ սենյակային ջերմաստիճանի։ Աստիճանաբար ավելացնում եմ 400 գրամ եփած խտացրած կաթ եւ ես վերջում կավելացնեմ 1 ճաշի գթալ կոնյակ։ Եվ արդեն սովորական հավաքում եմ տորթը, բոլոր շերտերը պատում եմ կրեմով։
Վերջ նախապատրաստած տորթը ուղարկում եմ սառնարան 1-2 ժամով։ Զարդարում ենք ըստ ճաշակի, ես զարդարել եմ կակաոյի փոշիով, ընկույզով և քերած շոկոլադով։ Հուսով եմ հավանեցիք այս բաղադրատոմսը, շատ համեղ տորթ է ստացվում, փորձեք, պատրաստեք և գրեք մեկնաբանություններում, ինձ շատ հաճելի կլինի։ Իսկ ես մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, մինչ նոր հանդիպում։